եթերում ենք, մեր հյուրն այսօր նորից Արամ Մկրտչյանը, պարոն Մկրտչյան, բարի երեկո Արամ ջան, բարի ողջույն, ինչպե՞ս եք, Փառք Աստծո, լավ ենք, լավ ասենք, որ ավելի լավ լինի, այո, արդեն մենք պետք է սկսենք օրհնել և օրհնությունից խոսալ, ճշտությունից խոսալ, իրականությունից խոսալ, որտեղ ինչքան կարանք խափնվենք, այսքան sense խափեություն լսենք, այս on-line-ից ինձ թվում է մենք մի օր իրականություն կմտնենք, որ ոչ թե ժողովուրդը մեզ տեսնի Արամ Մկրտչյանին այս տեսակ on-line-ով, որ այն գործերը, որ դու արել ես տարիներ, արդեն ժամանակն է, ոչ թե արդեն ժամանակն է, շուտ է ժամանակը, չնայած ինչ-ինչ պատճառներով չեն թողել, որ դա իրականացվի, բայց այսօր ինձ թվում է, որ ժամանակն է այդ իրականության հետ հաշվի նստի այսօրվա քաղաքական ճակերտավոր կոչվածները և մեր հայրենակիցները իմանան իրականությունը։ Արամ ջան, ես մի պահ ուզում եմ եթերի ժամանակ խոսել մեր հրամանատար Սերոբ Գասպարյանի մասին, որ մեր հայրենակիցները իմանան, որ ամսի 15-ին, ապրիլի 15-ին Աբովյանի դատարանում լինելու է առաջի ատյանի դատարանում լինելու է 15-ը 14:00-ին, վաղը չեմ իսօրը լինելու է Սերոբ Գասպարյանի դատը, իմ խնդրանքն է, որ մի վարքյան, սա մի րոպե, սիրելի հայրենակիցներ, ստեղ ես մի հատ մեկ վարքյան, ես փորձեմ ինձ թվում արդեն լսվում է, բարձր, խնդրում եմ մի հատ տեսեք լսում է իմ ձայնը, որտեղ նոր ինձ եկավ հաղորդագրություն, որ իմ ձայնը ցածր է, հիմա լավ է, որովհետև իմ մոտ արդեն ձայնը բարձրացած է, okay. Շարունակենք եթերը, Սերոբ Գասպարյանի դատն է լինելու և իմ կոչն է բոլոր հայրենակիցներին, որ 15-ին Աբովյանում լինեն դատարանի առջև, պահանջելով մեր հրամանատարի ազատություն, ես ուզում եմ շատ կարճ նորից հիշեցնել սիսակ սուտ ցուցմունքները, որ մեր հայրենակիցները իմանան, որ եցում եք հրամանատարին մարդ, որը իր ընտանիքից 2 հոգու տվել է արդեն քո երեխայի ապրելու և հայ կոչվելու համար, ձեզ հավատացնում եմ, ձեզ ոչ երկինքը կների, ոչ երկիրը։ Ես նորից եմ ասում, սա ասում եմ շատ պատասխանատու ձևով, մտածեք, թե ինչ եք անում, սիսակ, չփորձես, նորից եմ ասում, Փաշինյանը այսօր կա, վաղը չկա, նայեք ես մի գաղտնիք եմ ուզում բացել, Փաշինյանը գնալու է Սերժն էլ հետը, ոչ Սերժը, ոչ Փաշինյանը, չի լինելու իշխանությանը, մնացած ով ուզում է գա, մենք նրանց հետ, մենք, որ ես ասում եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, մենք հիտակ ինչ տողատար կա, մենք բոլորի հետ շատ լավ ենք, շատ լավ, նոտրալ, շատ լավ, մեզ շատ լավ տեղը բերում են, մեր խոսքը անցնում է, եթե Նիկոլ Փաշինյանը այսօր չնի, գալու են այդ մենքերը, իսկ այդ մենքերի հետ գալող միասին, սիսակ, դու փորձում եք առևտրի մեջ մտնեք, մենք խանգարելու ենք և դուք դրա համար պատասխան եք տալու, ոնց ուզում եք այս բառի մեջը հասկացեք, ինչ ուզում եք գրեք, ոնց ուզում եք մտածեք, դուք չեք կարողանալու այս միկրոֆոնը լռեցնելու, փորձում եք ինչ-որ մարդկանց վախի ուժ ցույց տալ, որ տեսեք, Վարդան Ղուկասյանին կարողացանք, ձեր մոտ չի ստացվի դա, հավատացնում եմ չի ստացվի, իսկ մենք խոսել ենք տարիներ վարագույրի հետևում կանգնած մեր հայրենակիցների ուժը, հայի գենը, ես դա ասում եմ հայի գենը, որտև հայի գենի ուժը դա լրիվ ուրիշ ուժ է, ես զգուշացնում եմ, եթե այսօր գևի միկրոֆոնը ժամանակավոր, եթե լռի էլ, վաղը Ֆրանսիայից, Անգլիայից կամ ավելի իբետար բաներ լինելու, այնպես որ դուք պետք է մեր հետ հաշվի նստեք, ոչ թե մենք ձեր հետ, դուք եք մեր հրամանատարին շինց ու գործով փագե, ոչ թե մենք ձեր հրամանատարին, այնպես որ փորձեք հանգիստ ձևով այս ամեն ինչի լուծումը տվեք, նայեք ես ձեզ ասում եմ, ես չունեմ հայ թշնամի
ես չեմ ատում իմ հայրենակիցներին, նույնը սիսակ քեզ զգուշացնում եմ, նույնը գորիկ դադախազ քեզ զգուշացնում եմ, այս գործի հանգիստ փակեք, թող բրձնի, թող դուս գա մեր հրամանատարը, մենք էլ հանգիստ փորձենք մեր երկրի առողջ հիմնակարը դնելով, որտեղ վաղը ձեր երեխաներն են ապրելու այդ երկրում, ձեր թորները, ձեր սերունդը։ Հավատացնում եմ ձեզ, այն նամակները, որ գնացել է գորիկ քո ու արած գործը եւ սիսակ քո արած գործը, դուք այս բերի տակից դուրս չեք կարող գալ։ Ես նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը այսօր կա, ոչ մի կառավարություն, ոչ մի դատախազություն, ոչ մի քննչական դեռ մինչև իրանց սաղ կյանքը չեն մնացել։ Բոլորն էլ եկովի են, գնալովի են, այնց որ լավ մտածեք ինչ եք անում։ Իսկ այս նամակները շատ ուժեղ են, իշքան որ դուք պատկերացնում եք հազարապատիկ ավելի պատկերացրեք, որ դուք պատասխան եք տալու։ Նորից եմ կրկնում, սիրելի հայրենակիցներ, 15 ապրիլի 14:00 Աբովյանում լինելու է Սերոբ Գասպարյանի դատավարությունը, երբ որ տղաները 30 տարի մինչև 44 օրվա կռիվը նրանք չէին ասում արեք մեր հետևից, նրանք զենքը վերցրեցին եւ գնացին կռվելու հանուն մեր հավատքի եւ հայրենիքի։ Հիմա ես ոչ թե դա խնդրանք է, որ ես խնդրում եմ, եթե պետք է ես կխնդրեմ իմ հայրենակիցներին, բայց տղեկը կռվել են իմ, քո եւ մնացածի համար։ Ես ուղղակի կոչ եմ անում մեր հայրենակիցներին կանգնել հերոսների կողքին, ով որ կա այս պահին, որ վաղը նրանք են էլի պահելու մեր սահմանները, ձեր երեխաների կյանքը։ Նույնը մեր արցախցիներին, դուք լավ ճանաչում եք Սև Հովազին, դուք լավ ճանաչել եք Ռուստամ Գասպարյանին եւ լավ ճանաչում եք Սերոբ Գասպարյանին։ Պետք չի որ ես ձեզ խնդրեմ անհատական կամ մեքենաներ ուղարկենք, որ դուք ինչ որ գնաք Աբովյան, այ իմ խնդրանքն է կամ կոչն է եղբայրական, կանգնեք այդ հերոսների կողքին, որտեղ այդ հերոսներն են էլի կանգնելու ձեր կողքին։ Այդ տղեկն են էլի զենքը վերցնելու եւ ես հույսով եմ եւ ես այդպես էլ տեսնում եմ, որ օրերից մի օր մենք կունենանք մեր իսկական Հայաստանը 214,000 կիլոմետրով։ Պարոն Մկրտչյան, խնդրեմ ավելացնելու։ Նորից ողջունում եմ, նորից բարև մեր ունկնդիրներին, ես խնդրում եմ քեզ նաև որ դու բաց անես, նորից դու լայվը դրել ես, միայն ընկերները կարող են նայել, լայվը փոխի, որ բոլորը կարողանան միանալ նայել, դե դրանք տեխնիկական խնդիրներ են, միշտ լինում են այդպես, բայց ոչինչ, իրենք կարգավորվում են, խնդրեմ, պարոն Մկրտչյան։ Այո, ընդհանուր ինչ խնդիրներ ունենք, պետք է գիտակցենք, որ իրավունքը առանց զենքի եւ զենքը առանց իրավունքի չեն աշխատում։ Սրանք բանաձևեր են, մեր հասարակությունը պետք է կարողանա դա գիտակցի եւ դրա նկատմամբ ինստիտուցիոնալ վերաբերմունք ցույց տա։ Ես շատ ափսոսում եմ, շատ ցավում եմ, որ Սերոբի պես մարդիկ գտնվում են անազատության մեջ ու դրանք մեկ չեն, 2 տասնյակից ավել մարդիկ են, ովքեր նստած են այն բանի համար, որ իրենք հայրենիքը սիրում էին իրենց կյանքից ավելի շատ։ Իրենք պատժվում են դրա համար։ Ինչ ունենք մենք այս պահին անելու։ Առաջինը ես շնորհակալ եմ մեր բոլոր սենատորներից, ովքեր չմերժեցին միանալ մեր նամակներին։ Գիտեք, մենք ապրում ենք դեմոկրատական տարածքում եւ երբ որ ասում ենք սենատոր, դրանցի յուրաքանչյուրն իր կարծիքը, իր իրավունքը, իր խարիզման ունի եւ այնպես չի, որ բոլորը պետք է համակարծիք լինեն մի խնդրու հետ կապված։ Բայց խնդիրներ կա, որոնց ձևավորելու ժամանակ բոլորը համակարծիք են լինում։ Ծանր էր ստանալ Վարդան Ղուկասյանի համար համաձայնություն։ Շատ ծանր էր, որովհետեւ մարդիկ ասում էին Վարդան Ղուկասյանը շատ հայհոյել է եւ շատ պարզ ձևով եմ ասում եւ մենք նպատակահարմար չենք գտնում, որպեսզի սենատը կարողանա աջակցություն ցույց տալ։ Իսկ Սերոբ Գասպարյանի հետ կապված բոլորը միանգամից ասել են արժանի է, մենք խնդիր չենք տեսնում, պատրաստ ենք։
Սա չեմ ասում, որպեսզի լինի հակադրություն, սա շեշտում եմ միայն նրա համար, որ համայնքական սենատը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին։ Յուրաքանչյուր։ Եթե այդ հայը ինքը խնդիր ունի, ապա մենք մեր աշխատանքներով, մեր ռեսուրսներով պետք է աջակցենք, որպեսզի խնդիրները լուծում ստանան։ Ես լսեցի քո խոսքը կապված կառույցը ներկայացնող անձերի վերաբերյալ, ես ու դու պետք է հասկանանք, իրենք ծառայում են համակարգին եւ իրենք համակարգի հրահանգներ են կատարում։ Սա նույն սովետական միության շրջանում ենք գտնվում, երբ որ 37 թվականի մոդելավորում է տեղի ունենում Հայաստանում տերորի, անարխիայի, պետական ռեսուրսի ճնշման միջոցով մարդկանց լռեցնել կամ ոչնչացնել։ 37 թվականին կլյաուզնիկները գրում էին, մարդկանց կալանավորում էին։ Իմ ազգականներից երկուսը կալանավորվել են եկեղեցու պատի տակ կանգնելու համար։ Պարտա չէ, այսինքն գրել են, որ իրենք գնացել են կանգնել են եկեղեցու պատի տակ, ու իրենց կալանավորել են հատուկ եկեղեցու պատի տակ կանգնելու համար։ Ես եւս իմ կողմից, իմ համախոհների, մեր գործընկերների անունից լիազորված չեմ հայտարարություն անելու, բայց ունեմ բավարար ռեսուրս, որպեսզի իրենց անունից նաև խնդիրը ներկայացնեն։ Համայնքական սենատը իր առաջ խնդիր ունի դրած, օժանդակելու բոլոր այն հայրենիներին, ովքեր գտնվում են Սփյուռքում եւ Հայաստանում անազատությունների մեջ։ Եթե մենք այս խարիզման չօգտագործենք, հաջորդը լինելու է մեզանից յուրաքանչյուրը եւ յուրաքանչյուրը կհայտնվի այդ վիճակում եւ չի ստանա օգնություն, ինչպես որ հիմա որևէ մեկը չի կարողանում ֆինանսական օժանդակություն ստանալ։ Ժամանակին ֆինանսական օժանդակություն բոլորը ստանում էին եւ մենք ուղարկում ենք։ Հիմա չեն ստանում, ոչ թե որ ինձ մոտ ռեսուրսներ են պակասել, մենք այն ժամանակ որոշակի միջոց փոխանցում ենք կենտրոնացված համակարգին եւ կենտրոնացված համակարգից գնում էր բաշխումներ։ Հիմա չենք կարողանում դա այդպես անել։ Մենք մեր օժանդակությունը ցույց ենք տալու եւ նամակներ, ինչի մասին դու խոսեցիր, դրանք նամակներ են, որոնք ուղղված են տարբեր երկրների սենատներին, պարլամենտներին, պետության առաջին դեմքերին։ Այն մարդկանց, ովքեր ձևավորում են Հայաստանի վերաբերյալ քաղաքական, քաղաքագիտական կարծիք։ Այդ կարծիքները շուտ չեն ձևավորվում, բայց իրենք այդ ձևավորվող նամակներն են, եւ ես վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ քաղաքականության մեջ այդ ժամանակները կարճ, որ ասում ենք իրենք օրվա խնդիրներ չեն, ամիսներ են, բայց դրանք կարճ ժամանակ են քաղաքականության համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը կստանա գրություններ տվյալ երկրներից, որոնցով խնդրեն, որպեսզի վարչապետը ասի ինչ է տեղի ունենում այդ կառույցներում եւ ինչ են մարդիկ դատվում եւ կպահանջեն որոշակի մեկնաբանություններ։ Իսկ այդ ճնշումը մենք կավելացնենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները դատական պրոցեսների նկատմամբ վերաբերվեն արդարադատության ինստիտուտը, այլ ոչ թե կլյաուզայի։ Եթե լինի արդարադատություն, իրենք շատ արագ ազատ կարձակվեն։ Խոսքը փոխանցենք ես, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Նայեք, մենք հիմա աշխատում ենք մեկ բանի վրա, որ ես, այո, լինելով Սև Հովազի պատասխանատուն Եվրոպայում, ես շատ անհանգստացած եմ մեր հրամանատարի, որովհետև մենք հասկանում ենք, որ նա անազատության մեջ է, բայց քանի որ Սերոբ Գասպարյանը ուներ կաթության իրավունք շատ երկար տարիներ Գերմանիայում, հիմա մենք աշխատում ենք մի բանի վրա, որ Գերմանիայի Հայաստանի դեսպանը փորձենք այցելի, որտեղ ես շատ անհանգստացած եմ, ինչպես կարելի է, որտեղ փորձը մեզ ցույց է տվել, որ այսօր փորձում են նույն անազատության մեջ մարդկանց ճնշման մեջ պահել, չգիտեմ ինչ, ես անհանգստացած եմ Սերոբ Գասպարյանով, իմ հրամանատարով, իմ ընկեր կոչված, իմ եղբայրն է, իմ հոգևոր եղբայրն է, եւ մենք փորձելու ենք Գերմանիայի դեսպանը
գա եւ այցելի Սերոբ Գասպարյանին։ Ես հասկանում եմ, որ այսօր ձեռ չի տալի այսօրվա իշխանություններին, որ դեսպանը գա հասնի կալանավայր, բայց դուք եք մեզ ստիպել, որ մենք այսօր այս եթերներով փորձում ենք, այս միկրոֆոնով փորձում ենք բարձրաձայնել, որովհետև ես նորից ասում եմ, եթե մենք այս քայլերը չանենք, մենք կորցնելու ենք մեր հայրենակիցներին, առողջ տղեկին, որոնք որ 30 տարի իմ եւ ձեր բոլորի համար կռիվ են տվել առանց հարցնելու, գնա մահանամ թե չէ, գնացել են եւ շատերը մահացել են, կյանք են տվել մեր համար, իսկ այսօր մենք լինելով ազատության մեջ եւ ինչ-ինչ երկրներում գտնվելով մենք փորձենք ուղղակի ուրանալ եւ մոռանալ, դա երկինքը մեզ չիների, դրա համար ես լինելով հայ, նա այո իմ հոգեվոր եղբայրն է, նա իմ եղբայրն է եւ իմ հրամանատարն է, նրա հրամանը իմ համար շատ կարեւոր է, չի քննարկվում նրա հրամանը, չի քննարկվելու չի, ու ես շնորհակալ եմ Արամ ջան մեր բոլոր գործընկերներից, եղբայրներից, որ նրանք միաձայն համաձայնություն տվեցին Սերոբ Գասպարյանի համար նամակները գրելու եւ իրենց համաձայնությունը, նույնը եղել է Վարդան Ղուկասյանի նամակագրությունը, որ եղել են մարդիկ ունեցել են տարբեր տեսլականներով, բայց շնորհակալ եմ էլի, որ համաձայնվեցին, որովհետև այստեղ մի վարկած կար Վարդան Ղուկասյանի հարցով, որ ես Արամի հետ միասին մենք քրիստոնյա ենք, մենք բոլորս ենք քրիստոնյա, հայը պետքա դա մեր մար դա նորմալ ապրելակերպ լինի, նորից եմ ասում, մենք փորձել ենք Վարդան Ղուկասյանի հարցը դնել ոչ թե որ ինքը այն զենքը, որ հայոյանքը նա փորձում էր Չնայած միտեղ եթե քրիստոնյաները իրենց տեղում չեն, օրենքը իր տեղում չի, մարդը օգտագործել է։ Ես չեմ արդարացնում։ Մենք հենց այս վարկածով մենք փորձեցինք, որ այս նամակները գրվեն, այո, գրվել են Վարդան Ղուկասյանի համար, մենք նույն ձև ուղարկել ենք համապատասխան տեղեր, որտեղ նա մեր հայրենակիցն է, արեք մի բան հասկանանք, որ նա բարձրաձայնել է այսօրվա իշխանության սխալները, թե հիմի մարդիկ հետո այնտեղ ինչ կասեն, բա գիտեք գերեզման մտավ, տուն մտավ, բոլորս էլ թող չասենք, որ մենք սուրբ ենք, չձևանանք սուրբ ենք, այո, ես դա ինքս չեմ ընդունում, ես էլ փորձում եմ չմտնել ոչ մեկի տարածք, եթե նրանք չեն մտել, հիմա ես ինչի եմ ինձ թույլ տալի եթերով մտնել եւ քնիչ կոչված Սիսակին եւ Գարիկին ասելու, որ եղբայր մի արեք, այն ինչ որ ձեր դեմը դրված է շինցու գործարքը, նույնը քնիչի Սիսակին, նույնը Գորիկին, դադախաս ինչի համար եմ ես թույլ տալի, ես կարամ ավելին թույլ տամ, եթե նրանք ավելի անցնեն այդ սահմանը, նշանակում է դուք ինձ դրդում եք, դուք ինձ իմ առողջ հրամանատարին, մեր մարդու, որ 30 տարի իր կյանքը իր եղբորը լավ. Ես ուզում եմ Արամ ջան, մի բան հասկանամ, եթե Սերոբին ասում են 3 հոգով ուզում էին գային իշխանություն, հա, վերցնելու, սենց են ձևակերպում եւ 1 թե 2 ասում են ինչ-որ կան մարդիկ, որ պետք է գան վկայություն տան։ Ես ասում եմ, չտա Աստված, որ այդ մարդկանց անունը օրինակներ գրվելու է այդ թղթի մեջ, թե Պողոսյան Պողոս եկել է Սերոբի վրա։ Ես ասում եմ, տղեկ մի արեք էդի։ Չմտնեք այդ կեղտոտ գործարքի մեջը, դա հայի վայել գործ չի, դա դուք հասկանում եք հետագան, էլի նորից եմ ասում, լավ մտածեք ինչ եք անում, բայց Արամ ջան, Բագրատ Սրբազանը, սենց ասեմ, որ կոպիտ չհնչի, 50,000 մարդ հավաքեց, Նիկոլ Փաշինյանի վրան ժամին նայեց, ասեց, արա գալիս եմ ձեր տունը կոֆե խմելու եւ նա գնաց հասավ Նիկոլի այդ տան մոտ։ Ես ուզում եմ սիրելի հայրենակիցներ ուղղակի տարբերությունը բացատրեմ 3 հոգով։ Պատկերացնում եք 3 հոգով ասում են դուք գալիս եք պետական հեղաշրջում ունեք, Բագրատ Սրբազանը 50 հոգի մարդ հանեց, ասեց արա գալիս եմ մի ժամ հետո ձեր հայաթը ու գնաց իրանց հայաթ կոչվածը, ինքը ազատության մեջ է։ Խնդրում եմ, որպես այս գործին շատ տեղյակ ձեր մեկնաբանությունը, որ մենք հասկանանք աբսուրդի եզրը։ Խնդրեմ, պարոն Մկրտչյան։ Ես ծանոթացել եմ Սերոբ Գասպարյանի գործին, ոչ ամբողջովին, պարզապես այն ինչ-որ նյութերը ինձ հասանելի էր, դրանով նայել եմ, այնտեղ գրված էր մեղադրում են ողջամիտ կասկածով։
Ես որ իրավաբանության մեջ այդ ողջամիտ կասկած եզրույթ ինքը կա, բայց այդ ողջամիտ կասկածը նաև ունի ողջամիտ ժամանակում խնդրին լուծում տալ։ Ողջամիտ կասկած եւ ողջամիտ ժամանակահատված։ Լավ, մարդուն կարելի է ողջամիտ կասկածով մեղադրել։ Իրեն մեղադրում են ողջամիտ կասկածով, ենթադրելով, որ ինքը իր գործողությունները հանրային չէին։ Իսկ Բաքրատ Սրբազանի գործողությունները հանրային էին, էլի, գաղտնի չէին։ Բայց այս ողջամիտ կասկածի պարագայում ես կարող եմ ավելի շուտ Բաքրատ Սրբազանին կասկածել, որտեղ 50,000-ով էր գնացել հեղաշրջում անելու։ Բաց 50,000-ով են գնացել, իսկ այնտեղ 3 մարդով ու փակ։ Այսինքն որն է տրամաբանությունը իշխանությունների, ինձ որ հասկանալի է, պարզապես մի բան ակնհայտ է, որ Սերոփի դեպքում գործ ունենք պետպատվերի հետ, իսկ Բաքրատ Սրբազանի հետ նորից գործ ունենք պետպատվերի հետ, բայց որը չպետք է պատժվեր։ Ման խնդիր կա։ Սերոփը այն անձնավորություններից մեկն է, ով զենքին տիրապետում է եւ իր նման տիպի մարդկանց մեկուսացնելը արդեն պետպատվերի շրջանակներում հուշում է մյուս զենք կրողներին, որ զգուշ եղեք, գործ չունեք շարից փորձանքից հեռու։ Այս մոդելն են օգտագործում, իսկ քու դիտարկումը, որ Սրբազանին ինչի չեն կալանավորել, իսկ եթե խաղում են մի դաշտում, ինչի պետք է կալանավորել։ Սերոփ իրենց դաշտում չի խաղում, դրա համար կալանավորել է։ Ման խնդիր կա։ Այսքանը համեցեք։ Նայեք, մենք այսօր տեսնում ենք հրապարակում թե օպերայում մարդիկ հավաքված են վրաններով, տարբեր վրաններ, տարբեր կենտրոններ։ Նայեք, ժողովուրդը արդեն ես որ խոսում եմ Բաբելոնից, մարդիկ ուզում եմ ես բացատրեմ ինչ ասում Բաբելոնը։ Աստվածաշնչով Բաբելոնն է մի տեղ է, որ բոլորը խոսում են մեկ լեզու, եւ ինչ որ մեկը ասես, գիտեք ինչ կա, արեք դնենք մեր շինությունը եւ հասնենք Աստծուն, եւ մենք էլ Աստված կկոչվենք։ Հիմա այդ մարդիկ այդ բազմությունը համաձայնվեցին եւ Աստված տեսնելով ասեց, լսի, սրանք ոնց հասկացա չեն դզվում, սրանցը պետք է ես խառնեմ, որ ով քար ուզի ջուր տալ, ջուր ուզի ինչ որ մի ուրիշ բան տալ, մինչեւ էդի տևելա մի 2-300 տարի, մինչեւ մարդկությունը իրարի հասկացել է թե քարն ինչա, ջուրն ինչա։ Հիմա այդ նույնը կատարվում է մեր հանրապետության հրապարակում։ Ես ուզում եմ հասկանամ, բարիկադները խփած, ուզում են հայրենիք փրկեն Արամ ջան, բայց մեկը մյուսի հետ կապ չունի։ Չեն էլ մոտենում իրար հետ։ Խնդրում եմ մի հատ էսի մեկնաբանի, հետո նոր շարունակենք մնացածը։ Մի երկու օր առաջ իմ լավ ընկերներից մեկի հետ զրուցում էի, ասեց Հայաստանում չեն պատկերացնում, որ օպերայի կամ ազատության հրապարակը փոխել է իր սոցիալական բաղադրիչը։ Ես դրան ուշադրություն չէի դարձրել, իր ասելուց նորից նայեցի։ 88 թվականին հավաքվում էր աշխատավոր մասսան օպերայում եւ կողքի շենքերում ապրում էին աշխատավոր մասսան օպերայի կողքի շենքերում։ Հիմա օպերայի կողքի շենքերում ապրում են հարուստ մարդիկ եւ այդ հարուստ մարդկանց չի հուզում թե օպերայի ազատության հրապարակում ինչ է կատարում։ Իսկ ովքեր որ գալիս են, նրանք գալիս են տարբեր տեղերից, իրենք այդ տարածքի բնակիչները չեն այլևս։ Հետևաբար հայ ժողովուրդը պետք է կամ քաղաքական էլիտաները պետք է հասկանան, որ օպերայի հրապարակում արվող ցույցերը խանգարում են հարուստների օրը, նրանց ժամանցը, դրա համար այնտեղ մարդ չի հավաքվում։ Երկրորդը դիտարկման մասով մեզ շատ սիրելի գործընկեր Անաստաս Իսրայելյանը նստած է ազատության հրապարակում ցույց է անում։ Եվ ինքը այնտեղ է արդեն մի 10 օր։ Դու իր հետ հարցազրույց ես արել։ Իհարկե անհամաձայնություններ միշտ լինում են, խնդիրը դա չի։ Հիմա գալիս է երկրորդ խումբը Արա Արայան կամ Կարեն Արայան նույն նպատակներով։ Ես մտածել եմ, ասում եմ ամենայն ազնվությամբ, ես մտածել եմ հետևյալը, որ Կարեն Արայանը կամ Արա Արայանը, ինչպես իրեն ասում, ինքը կգա հրապարակ, միկրոֆոնից կասի, որ ես հենց հիմա գնում եմ
Անաստաս Իսրայելյանի հետևից ու այդ ովքեր որ նկարում են իր այդ մտնեին ընդեր ինքն ասել Անաստաս ջան ես եկել եմ Խուստուփից Նժդեից բարևներ եմ բերել քեզ եղբայր արի կանգնի իմ կողքը ընդեր թող Անաստասը հրաժարվեր ասեր չեմ գալիս ինքը կասել տեսակ ես եկա Անաստասը հրաժարվեց պայմանական եմ ասում իմ մոտեցումն եմ ասում Այս մարդն եկել է կանգնել է այնտեղ ես շշմած եմ 3-4 մետր է իրարից բաժանում Այ ախպեր ջան բան մի հատ գնայր մի հատ բարևեր մեծ մարդ է Անաստասը երիտասարդ չի էլի Անաստասը չպետքա գնար էսա ցենց ասեմ երիտասարդը պետքա գնար ձևն է այդպես նույնիսկ քաղաքականության մեջ էլ է այդպես էլի խնդիրը տենց է դրվում չի գնացել հիմա ես ստեղից հերվից նայում ասում լավ Բա դուք այդ 3 մետրը չեք կարողանում հաղթահարել։ Բա վերջը ոնց պետքա լինի։ Այսինքն օպերայի հրապարակը բաժանվի 6 մասի, ամեն մեկն իր մասով գասի, ես անկախություն ազատություն եմ ուզում, մենք կռիվը տեղափոխում է, ով քանի մետր անկախություն ունի օպերայի հրապարակում։ Լավ չի։ Համեցեք։ Պարոն Մկրտչյան, նայեք, 44 օրվա պատերազմից հետո գալիս են տարբեր ուժեր, սա հրապարակն է, սա Թումանյանն է, սա չգիտեմ ոնց տենց գալիս գնում են, լավ, ես չեմ տեսել մեկ մարդու, որը խոսի օրենսգրությունից, ստեղ խոսում են, ասում են Նիկոլը պտի գնա, Okay, ես համաձայն եմ, դաժե ես ասում եմ ոչ թե պտի գնա, պտի բարձր տրուբինայով ինքը դատվի, դաժե գնդակահարվի, շատերը կասեն և դու մի քրիստոնյալելով, այո, Հուդան էլ ծախեց Քրիստոսին, կարող էր Քրիստոսը ներել, բայց Քրիստոսը չներեց, թողեց Հուդան գնաց և ջրհորի վրից իրան կախեց, դա մի աշակերտն եղե, որտեղ վարկածը շատ ճիշտ գրվում է, Հուդային չներեց Քրիստոսը, Դա ես չեմ ասում, Աստվածաշունչը գրված է, որ Քրիստոսը կարող էր, Քրիստոսը սաղ աշխարհի համար խաչվեց, բոլորի, բայց Հուդային թույլ տվեց, որ նա գնա կախի իրան հորից, նշանակում է ծախող Արարածը, պիղծ Արարածը փրկություն չունի, դա Աստվածաշունչից, հիմա նայ, Արամ ջան, այստեղ հարցը որն է, բոլորը ուզում են գան իշխանության, բայց ոչ մեկ չի խոսում, որ ես հասկանամ իշխանության հետևից գնում են, ես այս միկրոֆոնը կամ իմ ուժերը կամ այն կաբերը, որ մենք վարակույրից հետևում ունենք, ասեն գիտեք ինչ կա հայի գեն կամ տղեկ ջան կամ սենատորներ ջան, այս ուժը ներկայացնում է կոնկրետ այն իրականությունը, որը ոչ թե 29,000, այլ մեր գլոբալ թեման, ոչ մեկ այս թեմայից չի խոսում, Արամ ջան, սա է խնդիրը, Այն Բաբելոնը, որ ասում են բոլորը ինչ-որ մի բան ուզում են բարձրանան, բայց ոչ մեկ ոչ մի բան չի ասում, ինչի համար են, ուր են կետում։ Լավ, հիմա Արամ ջան, քեզ ընտրում ենք վարչապետ։ Դու պետք է քո երկրի իրականությունը պատմես մարդկանց, թե չէ։ 30 տարի առաջ ես այն անգամ ասեցի իմ եթերներում Լևոն Տեր-Պետրոսյանը, չեմ ասում 300 տարի առաջ, ծովից ծով Հայաստանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը սաղա Հələ երկնային գրասենյակ իրան չի տարել, որ ասենք ամար, դե մարդը մեռել է, հմ ինչ ես խոսում։ Եթերն էլ կա, ասում է 60,000, մենք խոսում ենք 80,000։ Հիմի հարց տվեք, այդ մարդը սաղ է, սիրելի հայրենակից, Լևոն ջան, ինչ 60,000-ից էիր խոսում։ Այդ 30,000-ը ուր կորավ։ Հələ մա դրեք այդ մարդուն կանչեք, այդ աշկը բացեք, ասեք գլանց մեզի ցույց տու, այս 30-ից էիր խոսում, 60-ից ոնց դարավ 29,000։ Նախ նա դրանից սկսենք։ Արամ ջան, խնդրեմ, որ հետո շարունակենք միտքս։ Հա, մեզ ընդհանուր հայությանը շատ հեշտ է խաբել, շատ հեշտ, ու հայությունը շատ արագ ինքը խաբեբայությունը ընդունում է որպես ճշմարտություն։ Սովետական միության այդ անկման տարիներին մենք գոնե իմ սերունդը մենք մեջ չունենք, գիտենք ինչպես էր քանդվում ու ինչն էր քանդվում։ Մի հատ տղա կար, ինքը միշտ մի
200 գրամ խմած էր գալիս, հենվում էր այդ ծառին, ասում էր ախպեր Սոչին ուզեք, Սոչին ուզեք։ Այնտեղ այնտենց հումորով այդ որ ասում էր ինքը հասկանում էր որ տակ մաքուր բան չի, էլի, ինչ որ կատարում է մաքուր չի։ Բայց Հայաստանի իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանը որ եկան իշխանության, իրենք պատմություն գիտեին, ուրիշ բան որ ամբողջականը չգիտեին, բայց պատմությունը գիտեին։ Իրենք դիտավորյալ վերցրեցին Հայաստանի Հանրապետությանը, ճանաչեցին խորհրդային Հայաստանի իրավահաջորդ։ Փակեցին առաջին հանրապետության իրավահաջորդության թեման։ Կոնկրետ հրշակագրի մեջ այդպես է գրված. վերանվանել Հայաստանի խորհրդային հանրապետությունը Հայաստանի հանրապետության։ Պրծավ, դրանից առաջ պատմություն չկա։ Այս անբարոյական քայլն արել են։ Մեր հարևան Ադրբեջանը եւ Վրաստանը գնացին առաջին հանրապետության իրավահաջորդության ճանապարհով։ Իրենք գնացել են, մեր իշխանությունները չի գնացել։ Արել են գիտակցված, այո, շատ գիտակցված։ Արել են դա ինչ որ մեկի պահանջով գուցե եւ ում պահանջով կարող եմ ենթադրել, բայց ենթադրություններ են դրանք։ Իսկ թղթի վրա ինչ որ գրված է, իրենք խորապես գիտեին ու ամբողջ խնդիրը նրանում է, որ նույնիսկ խորհրդային իրավահաջորդության ձևաչափի մեջ են սխալ արել։ Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնության կազմի մեջ մտել է 31000 քառակուսի կիլոմետր։ Դուրս եկել 29800, 1200 քառակուսի կիլոմետր չկա։ Ինքը որպես այդ խորհրդային Հայաստանի իրավահաջորդ պետք է ասել ընկերներ ջան, մտել ենք, պապերս մտել են 31, դուրս եմ եկել 29, 1200 քառակուսի կիլոմետր չկա։ Ինչ եղավ այդ հողերը։ Այս հողերի խնդիրը պետք է լուծվեր, որ Ադրբեջանի կամ որևէ մեկի հետ սահմանի դեմարկացիայի հարց այսօր չլներ ու Արցախի խնդիրը չգար դառնալ միջպետական դեմարկացիայի խնդիր, այլ Արցախի խնդիրը դիտվեր որպես ժողովրդի կամքի արտահայտություն։ Ժողովուրդն իր կամքով հանրաքվեի միջոցով միացել է Հայաստանի Հանրապետությանը, բայց Հայաստանի Հանրապետությունն էլ 31000 քառակուսի կիլոմետր իր սահմաններում։ Որտեղ արդեն 31-ի դեպքում Լաչինի միջանցք չկա, Արցախը ուղիղ կապ ունի, ցամաքային կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ուղիղ։ Ասես ֆունդամենտալ բաներ ա փոխվել դրանով։ Դրանից հետո այն ինչ որ արդեն կատարվել է, բոլորս տեղյակ ենք, մեկ էլ այն ինչ որ ես եմ արդեն վերել դրել քաղաքական շրջանառության մեջ, որ մեզ մի հատ խաբել են խորհրդային Հայաստանի ձևաչափով 1200 քառակուսի կիլոմետրը տեղ են կորցրել, մի հատ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 60 չի, մի հատ ինքն խապում 70551-ը, այդտեղ մենք մի հատ խապվել ենք ու տակը հիմա ունենք մնացորդ ընդամենը 29743 ու բոլորը համաձայն են այդ 29743-ի հետ։ Չկա մի կողմ, դու մի հատ անուն չես տա, որ ասես դրա հետ համաձայն չեն։ Խոսքը չի վերաբերում սովորական քաղաքական անհամաձայնության, այդ փաստաթուղթը բերի ասի, ընկեր ջան, ինչ 29743, գոնե 31000։ Արամ ջան, համեցեք։ ես ուրեմն ուզում եմ, ես գիտեմ, որ այդ 30 տարվա մեջ դու այդ թղթերի եւ այդ ամեն ինչի մեջ եղել ես Վազգենից մինչև հիմա այդ ամեն ինչը դու ունես քո մոտ, ես դա գիտեմ։ Հիմա ես ուզում եմ մի հատ իմ հանրությանը եւ մեկ էլ ձեզ հարց տամ, մեր հանրությանը, որ ուղղակի հասկանանք այդտեղ ինչ խաբեության հետ մենք գործ ունենք, եւ հարցը ձեզ։ Նայ, մենք ունենք 4 գլավնի ֆիգուր, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ ու Նիկոլ։ 4 գլավնի ֆիգուր, որը չի կարա ասի մենք չգիտեինք։ Այն ինչից որ Արամը հիմա խոսում է, դա խոսում է Մարսի կատաստրից, ոչ թե իրական մեր Հայաստանի։ Իրանք իմացել են։ Դա տենց է։ Հիմա հարց։ Եթե ժողովուրդն ասում է, ես էլ եմ համաձայն, ես համաձայնվում եմ, այո, ասում ենք Նիկոլին բերեց Սերժ Սարգսյանը, օքեյ, բերել է, ստացվել է շախմատի իր խաղը։ Արել է։ Չխափնվեիք։ Հիմա այնտեղ մնում է առաջի ֆիգուրը Լևոն Տեր-Պետրոսյանը, կնքահայրը, որ ձեռքերը լվաց ուղղակի նստում, ասում է ես ձեզ ասում էի։ Այստեղ ընդդիմադիր ուժ դառնալով Քոչարյանը փորձում է երկիրը փրկի, բայց մինչև 44 օրվա պատերազմը ու մնացած պատերազմը 30 տարի առաջ մենք
մեր հողերը վերցրել ենք, հետ ենք վերադարձրել հարց Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներին եւ նույնը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։ Հարց տվեք, ինչու դուք չօրինականացրեցիք Արցախը Հայաստանի Հանրապետություն, որ հիմա նոր եք ասում պետք է փրկենք։ Էսում եք խափում։ Լավ, Սերժն էր խաղամոլ, համաձայն եմ, Սրիկա, համաձայն եմ։ Փաշինյանը մարիոնետն էր, որ մտավ այդ խաղի մեջ, առևտրի մեջ, համաձայն եմ, բա ընդդիմադիր համար մեկ ուժը, որ հիմա իր որդուն բերել է, ասում է ընտրեք կամ ինքն է խոսում, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիմի այս երկուսը, այս ծայրահեղությունից ծայրահեղությունը, ինչի հարց չենք տալի այդ նույն հրապարակի կանգնածները, որ ասում են ցույց ենք անում Նիկոլը գնա, հարց տվեք, ինչի համար Լևոնը եւ Քոչարյանը չճանաչեց Արցախը Հայաստանի Հանրապետություն։ Չէ՞ որ այնտեղ մենք ունեցել ենք 15000 զոհ, 10000-ից ավել վիրավոր, եւ աշխարհը հաշվի էր նստում Արցախի հետ հայկական դրոշը եւ այն անջատված դրոշը, որ ես դրա հետ դեմ էի միշտ, դա հենց այդ էր մեր մեծ սխալը, որ մենք դրոշի վրա դրոշ էինք անջատել, հենց դայով մենք տալու ենք green card ազգային, ասում եմ, եթե ձերն ախեք անջատել, միացնեիք։ Հիմա հարց Արամ ջան քեզ, ո՞նց կարող է էսենց ստացվի, որ հիմա այն առաջվա նախագահան, որ հաղթած նախագահ էր, որ ասում էր մեր ժամանակերով մենք հաղթել ենք, օքեյ, համաձայն եմ, մեր տղաների այրան գնով։ Ինչի չընդունեցիք, ով էր դրա համար եմ Նիկոլն ասում է տղայք արեք հետս խոսացեք, բա հիմի Քոչարյանին ու Լևոնին, քանի օքեյ, կիսում ենք, Սերժ Նիկոլ, Քոչարյան, Լևոն։ Հիմա թող այդ երկուսը բանավիճե եւ ժողովուրդը պահանջի, ինչի դուք չհամաձայնվակ եւ չբերեցիք մցրեցիք Հանրապետության Հայաստանի Հանրապետություն։ Խնդրեմ Արամ ջան, քո մեկնաբանությունը, ո՞նց է դու այդ ամեն ինչը տենում, եթե սրանք իրար հետ չեն համագործակցում։ Մեր խնդիրը այդ համագործակցությունը մեր բան չանենք, իրենք բոլորն իրար հետ համագործակցում են ու շատ լավ են համագործակցում եւ իրենք համագործակցում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հիմա դա տեսանելի է, եթե ընդդեմ Հայաստանի Հանրապետության չլինեին, ապա Հայաստանում հիմա կապրեր 5 միլիոն հայ, 5 միլիոն այլ ոչ թե 2 միլիոն հայ, ես ու դու չէինք խոսի, դու Ավստրիայից, ես Գերմանիայից։ Բայց Արամ ջան, մի հատ խնդրանք, մի պահ ստոպ։ Բայց հիմա երբ որ մենք այս ձև խոսանք, ես փորձում եմ մի հատ հանրության տեղը sense մեկնաբանություն տամ, բա որ իրանք համագործակցում են, ինչի հաղթանակ տարան։ Տղեկի հայի գենը, երբ որ նրանք պետք է կռվեին, դեմները չէին կարող առնել, ժամանակ էր պետք ոչնչացնել այս ամեն ինչը բերելու, թե խնդրեմ։ Ես կարամ միայն համադրելով եղած նյութերը եւ այն ինչ որ ունենք, դրանից բխեցնել անել եզրակացություն, այսինքն այն ինչ որ դատարանն անում է Սերոփի նկատմամբ, չէ՞։ Ունենք կասկածի այդ ինստիտուտը, ինչ տեղի ունեցավ։ Լևոն Տեր-Պետրոսյանին տարան Մոսկվա, որոշ ժամանակ հետո հետ եկավ եւ Արցախի շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանին դուրս հրավիրեցին այդ շարժումից եւ ղեկավարությունն անցավ Լևոն Տեր-Պետրոսյանն։ Արդեն հասկանալի էր, որ սկսել էր ինքն խաղի մեջ չի, ուրեմն թեմա փոխվեց։ Երկրորդը 94 թվականին ստորագրվում է պայմանագիր Ադրբեջանի հետ, հրադադարի պայմանագիր։ Հրադադարի պայմանագիրը հայկական կողմից ստորագրում են դիվանագիտական ռազմական փորձ չունեցող երկու անձնավորություն՝ Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը։ Իրենք բանակցային փորձ չունեցող անձնավորություններ էին։ Այդ բանակցային process-ի մեջ պետք է մտած լիներ, այն կողմից, եթե դու բացեցնայես, տեսագրությունները կա մեկ ժամանակ։ Նստած են ռուսական կարևոր դեմքերը բանակի, հայկական կողմից պետք է նստած լիներ Նորատեր Գրիգորյանը, որպես բանակցային կողմ։ Նորատեր Գրիգորյանին չեն հրավիրել, հետևաբար
կողմերը ովքեր որ ստորագրում են, նրանք բանակցային նյութին չեն տիրապետում։ Եվ դրա համար փոխանակ ստորագրեին կապիտուլյացիայի պայմանագիր Ադրբեջանի հետ, ստորագրեցին հրադադարի, ռազմադադարի փաստաթուղթ։ Սա ուրեմն հիմնական պրոբլեմը, ուրեմն կողմերը, հայկական կողմը իր գիտելիքների պակասության պատճառով պայմանավորվեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ես այլ տիպի բան չեմ ուզում դնել, որ իրանք ծախված էին կամ բան։ Հիմա Քոչարյանը կռվել էր, պատվալում, այդ երեխեքը մի կերպ մեծացրել, իրան չեմ կարող մեղադրել, որ ինքը այլ մտքեր ա ունեցել։ Գիտելիքի պակաս, մեր խնդիրները մեծամտությունն է, գոռոզությունը եւ գիտելիքի պակասը։ Այս իրադրությունը այս խոսքի վրա ես ուզում եմ մի հատ հարց տալ։ Գիտելիքի պատճառ հարցական իմ համար, հիմա հարց եմ տալի, իմ հայրենակիցները ինձ գրում են անձնական, եւ ես փորձում եմ հայրենակիցների գրածը բարձրաձայնել։ Okay, լավ, ուզում եմ ասեմ, լավ, Քոչարյանին բերեցին նկուղից, հազիվ իր երեխաներին էր պահում, Սերժին բերեցին բոթասները ճղված, հազիվ բոթասներով քայլելով եկավ հասավ Հայաստան, հարց։ Եթե գիտելիքի պակասություններ Վազգեն Սարգսյանին եւ Դեմիրճյանին այդ գիտելիքի պատճառով սպանեցին, որովհետեւ նրանք գիտեին իսկական քարտեզների եւ գիտելիքները ունեին, եթե լավ եղավ, արդեն 30 տարի անցել է Նաիրի Հունյանյանին, այդ որ հիմի հավաքվում են բոլորը, 30 տարի հավաքվում են, ցույց են անում, նի ուժելի Վազգեն Սարգսյանը այդքան հարգանք եւ այդքան առաջ չուներ հայ ազգի համար, որևէ մի ընդդիմադիր հավաքեր այդ նույն 50,000-ը կամ 10,000-ը, գնար հասներ Բերթի այդ դռան մոտը, ասեր Նաիրին հենց մի հանեք դուս, պատուհանից հանեք, մենք տենանք, ինքը սաղա թե չկա։ Ես չեմ ուզում համաձայնվել, որ էսի գիտելիքի պակասություն, օքեյ, չիմացությունով կարող է մարդ ապուշություն անի, որը շատ կար ժամանակ այն ինստիտուտները, որ կային կոմունիստի ժամանակ մենք ունեինք գրագետ մարդիկ, որը շատ շուտ կարող է 1-2 տարի միացած պատժվեինք ու միանգամից ռևոլյուցիա եւ ոտքի կկանգնենք, բայց մենք շատ հզոր ֆիգուրներ կորցրեցինք, մեկը կռվող մի մարդ, որը չէր կառավարվում ոչ մեկի կողմից, դա Վազգեն Սարգսյանն էր, իսկ այն խելացի մարդը, որ մենք ունեցել ենք, դա ուղղակի անունը մի պահ Դեմիրճյանն էր։ Հիմա Սերոպիչը, հիմա ես չեմ ուզում համաձայնվել, որ սա ինչ-որ ծրագիր չէր, եթե չիմացություն է, ապա ես կխնդրեմ այսօրվա այդ հավաքված բոլոր, նույնը ես հիմա իմ եթերով պահանջում եմ Նաիրի Հունանյանին ցույց տալ։ Եթերով, ինչ ալ է, կամերան դրեք, չենք ասում հանեք դուս որ մարդիկ գլուխն ուտեն։ Ուղղակի կամերան միացրեք, թող օրով ժամով խոսի, որ ինքը սաղա։ Խնդրեմ։ Գիտելիքների հետ կապված, տես խնդիրն ինչումն է։ Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ իրեն խաբել են ընդամենը 97 թվին արդեն, այդ ժամանակ հասկացավ, 94 թվին ինքը մտածում էր, որ իրեն չեն խաբել, 97-ին հասկացավ։ Կարեն Սերոպիչը օպերայում ասում էր Արցախը ջբս դրած չի, որ հանեմ տամ։ Բարակապակցությունն է ասել տենց։ Պրոբլեմը նրանում է, որ կողմերը այդ պահին պետքա վճռականություն ու պատասխանատվություն վերցնեն ու կենտրոնների հետ պետքա աշխատանք անեն։ Այն ժամանակ սովետական միջությունը որ քանդվում էր, սովետականության քանդելու օպերացիան իրականացնում էր Բրիտանիան Միացյալ Նահանգների հետ միասին։ Ու իմանալով որ այդ քանդման օղակներ կան, էլի, որ օղակից կարելի է քանդել, հայ-թուրքական թեման բերեցին տարածք։ Հասկանում եք, ինքը ծանր խնդիր է։ Բերեցին ու այդ խնդիրը փաթաթեցին մեր դզին։ Ռուսներն ասում են ում ժամանակին է եղել հայ-թուրքական խնդիրը ում ժամանակով է եղել։ Երկրաշարժից հետո 1900
87 թվական երկրաշարժ 88 թվականի երկրաշարժ 87-ին Գորբաչովը ասեց բան ենք անում պերեստրոյկա ենք անում երկիրը օքեյ դրանից հետո երկրաշարժ ուրեմն երկրաշարժի անմիջապես զուգահեռ Արցախի հարցը բարձրացավ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ այսինքն մեզ արդեն երկրաշարժը խփել է մենք էլի վիճակի չենք որևէ բան անելու ու երկրորդ ֆազը քաղաքական ֆազը մտավ ժողովուրդը ասում էր ու պայթեցում եղավ սպիտակում մենք ասում ենք որ դա երկրաշարժ չէր պայթեցրին օքեյ եթե գնում ենք այդ թեզիսի շրջանակներում որ պայթեցրին երկրորդ օղակը պայթեցրին հայ-թուրքական օղակը պայթեցրեցին ու այդ ժամանակ արդեն նրանք ովքեր նյութին տիրապետում են որ ինչա տեղի ունեցել ասենք առաջի դեմքի պետության անվտանգության կամ այն ժամանակ Հայաստանի ԿԿԲ-ի առաջի դեմքը առաջի քարտուղարը նրանք պետքա դրա նկատմամբ ինստիտուցիոնալ վերաբերմունք ցույց տային որ բան են պայթեցրել արդեն այ ժողովրդի դեմ իրենք այդ իրավիճակում պետքա շատ արագ գային խաղաղության պայմանագրի ինչ որ հիմի այդ փորձի շրջանակներում ստիպում են որ Նիկոլը շատ արագ պայմանագիր ստորագրի խաղաղության բայց Ադրբեջանը չի ուզում չէ ուրեմն Ադրբեջանը կառավարում է նույն կենտրոնից Նիկոլին ասում են դու ստորագրին դες ես պատրաստ եմ ուզում եք հենց մենք on-line պայմանագիրը ստորագրեմ Ադրբեջանը չի ուզում ուրեմն էլի հայկական կողմը գիտելիքի պակաս ունի պետք է հասկանա ինչի չի ուզում Ադրբեջանը ինչի չի ուզում ստորագրի ինչ խնդիր կա խնդիրը ստեղ արդեն տարածքները չեն հայությունը խնդիրը խառնում է տարածքների մասը որ Ադրբեջանը ուզում է շատ գրավի կամ քիչ գրավի նման խնդիր չկա պետք է հասկանան Ադրբեջանը ինչի չի ուզում ստորագրել այդ պայմանագիրը ինչա պահանջում ինքը այս պահանջը մերոնք ներկայացնում են որ Ադրբեջանը ուզում է որ Հայաստանը փոխի սահմանադրել հեքիաթ մեքիաթները դրած են կողմ եթե նույն սահմանադրությունը փոխես ու Էջմիածինն էլ ասես տալիս եմ քեզ էլի Ադրբեջանը չի ստորագրել այդ պայմանագիրը պատճառը ուրիշ բանի մեջ է թուրքական միությանը կայացնելու համար պետք է հայկական ֆակտորը քամել լիմոնի պես մինչև վերջի կաթիլը որ հայությունը իրենք հրաժարվեն պետական ստատուսից նպատակը դա է Էս են անում հիմա պետականություն չլինի այդ ազգը չլինի կոնկրետ դրված է իրանց դեմ որ այդ ազգը պետք է չլինի ազգը թողը լինի պետություն հայությունը հրաժարվեն պետությունից ինքնուրույն հրաժարվեն պետությունից Արցախը տենց արեցին հայությունը ինքնուրույն հրաժարվեց այդ էքսպերիմենտ արվել է առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ երբ որ Կարսն են տվել Սուրմալուն են տվել երբ որ Անդրանիկը ասում էր համար մի հատ ոսկի եմ ուզում ձեզանից բան չեմ ուզում այդ երեխեքին առնելու համար մեկ էլ ձիուս համար գարի տվեք մենք կռվում ենք ուրեմն այդ ինստիտուտը աշխատում է որ դու հրաժարվես քու ինքնապաշտպանության այդ իմունիտետից զրկվես իմունիտետից էս են անում հիմա այդ անելու ժամանակ գործիքակազմ են օգտագործում տարբեր ձևի էլ չեմ ուզում ավել խորանամ պրոբլեմները ստեղ են իմունիտետը դու կարողանում ես զենքով իմունիտետ չես վերականգնում իմունիտետը վերականգնում է օրենքով իմունիտետը հենց այդ է իրավունք իմունիտետ հիմա Նեթանյահուին չեն ձերբակալել չէ գնաց բան Վենգրիա իրան չեն ինքը իմունիտետ ունի ինքը ցույց է տալիս որ իմունիտետ ունի ոչ թե չունի խնդիրներն այս տարածքում են այսինքն իմունիտետը կա այդ իմունիտետը դա օրենքն է որ այդ օրենքից պետք է օգտվես օրենքից օգտվելու համար որևէ Հայաստան այսօր կողմ ով իր ասում են ընդդիմադիր ինքը մեր իմունիտետը պետք է բերի առաջի դաստ այն ինչ որ ես անել եմ փաստաթղթերս դա մեր իմունիտետն է անում դու մեզ սեղանին ասում ես մենք չենք խոսում մենք մեծ ենք կամ փոքր ենք սա մեր իմունիտետն է դուք սրա հետ պետք է հաշվի նստեք որ Ադրբեջանն ասի բերեք թուղթը ստորագրում են այս է խնդիրը այն քաղաքական տարածքում գիտեն ինչա նշանակում իմունիտետ դեսպանները աշխարհի բոլոր երկրներ իրանք իմունիտետ ունեն
այդ դեսպաններին ոչինչ չի արում։ Մենակ Թուրքիան դրես գնդակար է, չէ Ռուսաստանի դեսպանին։ Ասես դու իմ մոտ իմունիտետ չունես, Ռուսաստան, դու իմունիտետ չունես իմ մոտ։ Այդ դեսպանի սպանությունը նշանակում է պետությունը զրկված է իմունիտետից։ Երբ որ հայերը Ասալան սպանում էր Թուրքիայի դիվանագետներին, ասում էր դուք իմունիտետ չունեք։ Իրանք ոչ թե վախենում են, որ դեսպանա մահացել, չի ասում, վայ, հայերը մեր իմունիտետը տանում են։ Այսինքն մենք որպես պետություն այլևս կասկածի տակ է դրվում մեր իմունիտետը։ Այս խնդիրներն են հիմա, որպեսզի մենք կարողանանք իմունիտետը մեր վերականգնենք, այս փաստաթղթերը պետք է գա քաղաքական օրակարգ, չէ, մենք իմունիտետ չունենք, ինչ որ տակը կմնա, Նիկոլից հետո հաջորդը կգա ղեկավարի X քառակուսի կիլոմետրանոց մի հատ Հայաստան, անկապ մի հատ Հայաստան։ Համեցի։ Նայ, Արամ ջան, այստեղ հարցը մեր հայրենակիցները այդ 30 տարին, այո, այդ գլոբալ սիստեմը աշխատել է հայրենակիցների հետ, թե ներսում, թե դրսում։ Ցավոք, մենք թույլ ենք տվել։ Այսօր մեր հայրենակիցները տարբեր երկրներում, ես շատերի հետ խոսում եւ հանդիպում եմ, որ մենք գիտենք, որ շատերն ասում են, նայեք, Վազգենի խփեցին, Դեմիրճյանին խփեցին, Սփյուռքին այս ձև արեցին։ Մի նայ, սրանք բերել են վախի մթնոլորտը, որ մարդիկ չիմացություն ունեն։ Այ երբ որ գլոբալ այս հարցի հասկանան ինչից ենք մենք խոսում, այն գլոբալ, որ մեր օրենքը մեր ձեռքն է, մանավանդ որ օտար երկրներում ենք, շատերն ասում են, արա դե ռուսը ձեզի խի պիտի լսա, արա դե Եվրոպան խի պիտի լսա, հիմա ես ուզում եմ հասկանամ, արա դե էսի խի պիտի լսա, սրա մեկնաբանությունը դու ոնց կմեկնաբանես, որ մենք այդ բառը չասենք ու չվախենանք, որ եթե Վազգենին խփեցին, որտեղ Վազգենը գիտեր այս պատմություն, այն ինչից որ Արամ Մկրտչյանը խոսում է, Վազգենի դեմը դրած էր այս թղթերը։ Հիմա ինչ ձև կառաջարկես, որ մեր հայրենակիցները այդ իմունիտետը նորից ձեռք բերեն, որտեղ ես համոզված եմ, որ չկա մի երկրում շատ, չգիտեմ, այդ ուրեմն հայ չի կարա լինի, որ չուզենա այդ իմունիտետը ունենա, որտեղ սա մեր թասիբն է, մեր հոգևոր տունն է, մեր երկիրն է, ինչ կառաջարկես։ Ես փորձում եմ ոչ թե մենք ուղղակի խոսանք եւ այս եթերն անջատենք, մենք պետք է բաղադրամիջոցը փորձենք տալ մեր հայրենակիցներին չվախենալ, գործել, իմունիտետ ձեռք բերել։ Երբ որ դու հիվանդ ես, դու չես այդում ուղղակի ապտիկա ինչ-որ մի հատ գույնավոր, որ սիրուն դեղա վերց, բժիշկն ասում է հենց այս դեղը որ խմես, գցեն քո ինչ-որ մի տեղը կլավանա։ Ինքը մի 2-3 օր կամ 1 շաբաթ կամ 1 ամիս խմում է եւ նա լավանում է, իմունիտետը տեղն է գալի։ Հիմա ես ուզում եմ, որ այս եթերը անջատելուց մինչև անջատելը, այ մենք խոսեցինք համվատը, հիմա խոսենք լավը, ինչ է առաջարկում Արամ Մկրտչյանը իմունիտետ ձեռք բերի, գցենք Եվը, որ ապրում է Եվրոպայում, որ ես կարողանամ իմ իրավունքը չվախենալով առաջ տանեմ։ Նույնը Ռուսաստանի, նույնը Եվրոպայի, նույնը Ամերիկայի մեր 10 միլիոնանոց սփյուռքը, որ այս պահին ուղղակի վախեցած վիճակում է։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, ամփոփիչը շատ լավ էր, ավելացնեմ, որ մենք ստեղծել ենք իմունիտետի ինստիտուտը, որը կոչվում է Սենատ։ Այդ իմունիտետի ինստիտուտում հավաքվելու է 500 հայ, այս բան մենք ունենք մոտարապես ընտրված, չընտրված տեխնացուներով մոտարապես հաշվել եմ 102 մարդ է այս բանը։ Ուրեմն այդ իմունիտետի ինստիտուտը մենք ստեղծել ենք։ Երկրորդ քայլը ժողովուրդը պետք է վստահի իմունիտետի ինստիտուտին եւ դիմի նրան, ասի ես քու կարիքը ունեմ, որպեսզի այդ համակարգը ոչ թե միայն լինի, այլ նաեւ գործի եւ գործող իշխանություններն ասեն, օքեյ, իմունիտետի ինստիտուտն աշխատում է արդեն։ Այն ինչ որ նամակները մենք գրեցինք, այդ իմունիտետի ինստիտուտի առաջի քայլն է։ Մեզ ոչ փող են տվել, ոչ բան են արել։ Մենք մեր կամքով, մեր ցանկությամբ, մեր ազգի էթնոսի ապագան ճիշտ ուղղորդելու համար այդ քայլերն արել ենք, որպեսզի դրսում ապրող այդ ինստիտուտներն ասեն հայկական կողմը օգտագործում է իրավունքի իմունիտետը, իրավունքի գործիքով, որը կոչվում է Սենատ։ Սենատը իմունիտետով պաշտպանված է, որտեղ ընտրված է ժողովրդի կողմից։
Հասկանում սրանք սա իմունիտետի այդ քայլերն են։ Երբ որ դու ինձ ասում ես սենատը ինչը, սենատը ինքը այդ իմունիտետն է, որը որ ստացել ենք ժողովրդի քվեի միջոցով։ Դու 500 մարդ քեզ ձայնա տվել, այդ քո իմունիտետն է։ Դե հիմա քո 500 մարդին եթերից ասա ես դուք ինձ ձայն եք տվել, ինչի համար եք բակին ձայն տվել։ Ինձ ինչի համար եք այդ ձայնը տվել, այ ձեր ցավը տանեմ, որ ես խոսեմ ձեր 500-ի անունից, չէ՞, բայց 500 մարդ դուք հիմա պետք է լինեք իմ կողքին, որտեղ ինձ ձայն եք տվել։ Այս իմունիտետն այդպես է աշխատում ինստիտուտը։ Հիմա եթե մենք ուզում ենք խնդիրը լուծվի եւ ինքը գնա ավարտական տարածք, պետք է այությունը աստիճանաբար առանց հուզվելու մենք դեռ ժամանակ ունենք սենատի շուրջ հավաքվի եւ որպես իմունիտային գործիք օգտագործի ցանկացած իրադրության մեջ պետության հետ հարաբերվելու ներսում, պետության հետ հարաբերվելու դրսում, դիվանագետների հետ հարաբերվելու դրսում, դեսպանատների հետ բոլոր տարածքներում փորձեն օգտագործել այդ իմունիտետի գործիքը, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ հաղթահարել։ Իմ առաջարկությունը սա է, հարգելի հայություն, այս երկար պատմելուց հետո մի բառ ասեմ, դուք ունեք իմունիտետի ինստիտուտը, որը կոչվում է սենատ, ձևավորել ենք, դուք ձեր ձայնով եք ձևավորել դա, այդ իմունիտետը, յուրաքանչյուր սենատորին տալով 500 ձայն։ Այսքանը։ Ուրեմն, պարոն Մկրտչյան, ես մի բան եմ ուզում ձեզ առաջարկել, հաջորդ մեր եթերներում ես ուզում եմ, որ դուք իմունիտետի այդ դեղամիջոցները, ես գիտեմ, որ դուք ունեք շատ 30 տարվա իմունիտետի փաստաթուղթ, որը ձեզ փորձել են լրացնել, որը փորձել են այնպես անել, որ դուք երկիր չգաք ստիպված, այսօր դուք ապրում եք դրսում, նրանք հասկացել են, որ դուք գիտեք, ուղղակի Աստված ձեզ իրոք տվել է ուժ եւ ողորմություն, որ դուք ուղղակի այդ ժամանակում էլ չեք հայտնվել նրանց ձեռքերում ու նույնը այն միջոցները, այն դեղամիջոցները, որ այսօր ձեր մոտ կան։ Ես ձեզ ուզում եմ մի բան խնդրել, որ մեր հաջորդ հանդիպմանը ուղիղ եթերում կոնկրետ ասնենք այս իմունիտետի, որ մեր հայրենակիցները լինեն պաշտպանված, պատրաստեք թղթերը, պատրաստ եղեք այն ինչի մասին, որ մենք խոսում ենք, հիշում ես մեր առանցին խոսակցության ժամանակ ես ասեցի, եթե ես համաձայնվում եմ դառնալ ընտրվել սենատոր, դա իմ համար պետքա լինի առաջնականը այն ինչից, որ ես խոսում եմ, այդ առաջադրանքը ես պետքա կատարեմ, իմ դրված առաջադրանքը ես պետք է կատարեմ։ Եթե մարդիկ պատկերացնում են սենատը դա պաշտոն է, ոչ, դա մի հատ մեծ զոհաբերություն է, որը ոչ թե ես կախում ունեմ Արամ Մկրտչյանից կամ Արամ Մկրտչյանը Գրիգորյանից կամ Պողոսյանից, ոչ, սա մեր հայրենիքի համար դրված քայլն է, դուք էկրանից հետ չեք տեսնում, թե ինչքան ժամանակ, ինչքան բանա էներգիա գնում մեզանից եւ մենք փորձելու ենք ավելի մեծացնել, Արամը հիմա ցույց է տալի այդ իմունիտետի գրված գիրքը, սա ոչ թե գրքի ռեկլամա, քավլցի, այստեղ հավաքածուն է այդ իմունիտետի, բայց մենք կփորձենք Արամ ջան, որովհետև կարող է մարդիկ լինեն անհասանելի լինի այս ամեն ինչը, փորձենք մեր եթերներով էլ խոսել Արամ Մկրտչյանը ինչ այս պահին ինչ կառաջարկի եւ ինչի ենք ուզում մենք հասցնենք 501-ի, որտեղ 501 ասած սենատորը աշխարհով մեկ նրանցը չեն կարող ներսից որևէ մեկը կառավարի եւ ինչ-որ մի ձև առնի, ինչպես հիմա մեր երկրում է, գցենք մեկը մյուսին գումարով կամ ինչ-որ պաշտոն խոս տալով, ինձ թվում է, որ 501 տարբեր երկրներում ունենանք հայ սենատորներ, դա մի քիչ դժվար անկառավարելի կլինի, որտեղ Արամ Մկրտչյանը լինելով հիմնադիրը չի կարա փորձի ինձ ինչ-որ գայթակղության մեջ մտցնելով, որտեղ ես տեսնեմ իմ եղբայրների արյան գինը, ես ասելով, որ ես քրիստոնյաներով ես չեմ ծախվի, ես չեմ մտնի որևէ մեկի դրոշ մի տակ, այ մենք ունենք այն դրոշը, որ Հայաստանի Հանրապետությունն է, այն հոգևոր աշխարհը, որ մենք կոչում ենք շնորհքի երկիր քրիստոնեություն, եւ մենք փորձել ենք հենց այդ ձև հիմքը դնել, նույնը ասելով, որ եթե վաղը կլսես կամ այսօր լսում ես մեր այս եթերը, եթե կուզենաս համագործակցել լինելով
արժանապատիվ այդ քայլ գցող սենատորը առաջի մեր քայլը երկինքը, հետո նոր երկիրը, որտեվ դու չես կարող գործել երկրի վրա, ուղղակի երկրի մտածելակերպով, դրա համար այսօր ով որ երկրի վրա նա քայլ անում երկրի մտածելակերպով, նա ունենում է զոհ, նա ունենում է կորուստ, իսկ մենք մեր պորտալները կախված է Աստծուց, մենք ուրիշ տարբերակ չունենք, ինձ թվում է Արամ Մկրտչյանը կասի ամեն։ Ամեն։ Աստված օրհնի մեր Ու հայրենակիցներին։ առաջ Աստված։ Արամ ջան, եթե մնացած։ ավելացնելու բան ունես, խնդրեմ, եթե ոչ, ես փագեմ։ Չէ, շնորհակալություն։ Ամեն ինչ ասեցինք այսօր։ Ստեսություն։ Աստված օրհնի մեր հայրենակիցներին, նորից եմ կրկնում, Աստվածաշունչն ասում է՝ մի վախեցի։ Մի վախեցի նրանից, ով որ քո մարմինը կվերցնի, վախեցի նրանից, ով որ քո հոգին կվերցնի։ Իսկ հոգին պահեք, որտեղ դա կարևոր է քո փրկության համար։ Աստված օրհնի բոլորիդ, կհանդիպենք շուտով։ Արամ ջան, շատ շնորհակալություն, Աստված օրհնի քեզ, որ դու այս պահին մեր կողքին ես, բարձրաձայնում ես ճշմարտությունը 30 տարի համբերությունով պահելով, փայփայելով, հիմա ժամանակն է։ Մի քիչ կարող է ուշացել ենք, բայց ուշքան երբեք։ Աստված օրհնի բոլորիդ։ Չենք ուշացել։